Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է։ Սիմոնյանին ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային այլ հարթակներում գործակցության հարցերից մինչև օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՀՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններ հարցերը քննարկման օրակարգում էին։ Անդրադարձ է եղել դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին։ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ կապերով, այլ ընկալում Հայաստանում չկա։ Միևնույն ժամանակ հասկանալի պատճառներով պատերազմի ավարտից հետո առաջին օրերից մենք փորձել եւ փորձում ենք կարգավորել իրավիճակը մեր տարածաշրջանում, եւ իմ գնահատմամբ դա վատ չի ստացվել։ Բայց ես չեմ ցանկանում, որ Ռուսաստանում այնպիսի ընկալում լինի, թե Հայաստանը փորձում է ինչ-որ կերպ ինչ-որ բան անել Ռուսաստանի բարեկամական եւ դաշնակից պետության դեմ, չնայած այն հանգամանքին, որ իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն։ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները այդ հարցերն ամբողջությամբ քննարկում են, երկրների ղեկավարները եւս դրանով զբաղվում են, շարունակեց Սիմոնյանը։ Լավրովին մտահոգող առանցքային հարցերի թվում էր Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մասին Հայաստանի խորհրդարանի ընդունած օրենքը։ Լավրովի խոսքով Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրամիությանն անդամակցությունը անհամատեղելի են։ Շարունակվում են քննարկումներն այն մասին, թե ինչն է ավելի կարևոր եւ օգտակար Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների շարունակությունը, թե Եվրամիության նորմերի եւ չափանիշների ընդունումը։ Մենք դրանց հետևում ենք, բայց դուք գիտեք մեր դիրքորոշումը։ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած են Եվրամիությանն անդամակցելու հիմքում։ Սա ձեր ընտրությունն է եւ մենք այն լիովին կհարգենք։ Ռուսաստանի արտգործնախարարն ակնկալում է սակայն, որ Հայաստանը հաշվի կառնի այն արդյունքները, որ գրանցել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու 10 տարում։ Մոսկվան ձեզ համար մնում է հիմնական առևտրային եւ տնտեսական գործընկերը։ Մենք հանձնառու ենք ընդլայնել այս գործակցությունը եւ առաջ մղել խոշոր ենթակառուցվածքային նախագծերը, նշեց նախարարը։ Ալեն Սիմոնյանը արձագանքեց, Հայաստանը չպետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել լուծում, որից կշահեն երկու կողմն էլ։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնությունը թույլ է տալիս լուծել լոգիստիկ հարցերը Հարավային Կովկասում, շարունակեց Սերգեյ Լավրովը։ Բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականներին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի մակարդակով, մեր կարծիքով արդիական են մնում նախ եւ առաջ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային եւ լոգիստիկ խնդիրների լուծման համար։ Լավրովի համոզմամբ Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին պնդումները տարօրինակ են։ Մենք կարծում ենք, որ պատասխանատու քաղաքական գործիչները Երևանում հասկանում են, որ նման քայլերը ակնհայտ սադրիչ նպատակներով են արվում։ Հայաստանը մտահոգված է ռուսական կողմից հրապարակային կերպով հաճախ հնչող ռետորաբանությամբ, արձագանքեց Ալեն Սիմոնյանը։ Մենք մտահոգված ենք հրապարակայինորեն շատ հաճախ հնչող ռետորաբանությամբ։ Դա մտահոգում է ոչ միայն մեզ, այլև Հայաստանի հասարակությանը։ Հայ հասարակությունը շատ բացասական է արձագանքում Մոսկվայից հնչող հայտարարություններին։ Այդպես են արձագանքում, քանի որ Մոսկվան կարևոր է։ Կա ընկալում, որ Մոսկվան դաշնակից է եղել եւ մնում է։ Դրա համար շատ ցավալի է լսել այդպիսի հայտարարություններ։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին, Սիմոնյանը նշեց, որ կան հարցեր, որոնց պատասխանները Երևանը դեռ չի ստացել։ Ընդլայնված կազմով մյուս հանդիպումը Վալենտինա Մատվիենկոյի հետ էր։ Ռուսաստանը գործնականում հաստատում է Հայաստանի հուսալի առևտրատնտեսական եւ ներդրումային գործընկեր լինելու իր կարգավիճակը, նշեց Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը, հանգեցելով վիճահարույց հարցերի լուծման գործում խորհրդարանների դերը։ Ալեն Սիմոնյանը վերահաստատեց, Հայաստանի ազգային ժողովը շահագրգռված է երկխոսության եւ երկարաժամկետ հեռանկարում բոլոր ուղղություններով փոխշահավետ գործակցության զարգացման հարցում։ Հանդիպմանը քննարկեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր։ Դաշնության խորհրդի խոսնակը նաև հայտնեց, որ հրավերի դեպքում ռուս խորհրդարանականները պատրաստ են որպես դիտորդ մասնակցել Հայաստանում անցկացվելիք խորհրդարանի ընտրությանը։ Խոսնակները այնուհետև հանդես եկան հայտարարություններով։ Մատվիենկոն անդրադարձավ լուրերի հարցին, գնահատական տալով միջխորհրդարանական գործակցության ներկա մակարդակին։ Наметили планы на будущее. У нас очень хорошо работает. Մենք նախանշել ենք ապագայի ծրագրեր։ Հայաստանի ազգային ժողովի եւ Դաշնային ժողովի միջև միջխորհրդարանական հանձնաժողովը շատ լավ է գործում։ Մարտին նախատեսված է նրանց հերթական հանդիպումը գործակցության հարցերը քննարկելու համար։ Կարծում եմ, մեր երկրների դաշնակցային հարաբերությունների կարևոր բաղադրիչ են խորհրդարանական գործակցությունն ու բաց երկխոսությունը։ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեց ռուս լրագրողը, թե չեն վախենում արդյոք, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը կհեռանա Երևանից, իսկ Եվրամիությունը, որը նախընտրում է հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, չի աջակցի Երևանին։
Армения как суверенное государство. Կարծում եմ Հայաստանը որպես ինքնիշխան պետություն իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը։ Հայաստանը չի պատրաստվում կանգնել որևէ մեկի կողքին կամ գործել որևէ մեկի դեմ։ Հայաստանն ունի իր արտաքին քաղաքականությունը եւ իր տեսլականը։ Հաջորդ հարցը վերաբերում էր եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ А где вы видели гонения на армянскую апостольскую церковь? Որտեղ եք տեսել հալածանքներ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Եթե նման բան տեսել եք, ես կմիանամ ձեզ եւ միասին կկանգնեցնենք նրանց, ովքեր հալածանքներ են իրականացնում եկեղեցու դեմ։ Հայ առաքելական եկեղեցում կան մարդիկ, որոնք չեն համապատասխանում հենց եկեղեցու սահմանած կանոններին։ Ես չեմ հիշում ավելի կրոնական իշխանություն Հայաստանում եւ մի քանի անձի նույնացնել հայ առաքելական եկեղեցու հետ սխալ է։ Հասկանում եմ, որ որոշ քաղաքական տարրեր փորձում են անձնական շահերը պաշտպանելու համար ներկայացնել դա որպես հալածանք։ Իրականում նման բան չկա։ Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցանքներ։ Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս հիմա այդ մասին խոսել, բայց կարող եք հասկանալ, թե ինչ նկատի ունեմ։ Անդրադարձ եղավ նաև Հայաստանում ներքաղաքական իրավիճակին։ Լրագրողի պնդմանը, թե քաղաքական ձերբակալությունները Հայաստանում դարձել են սովորական, ազգային ժողովի նախագահը պատասխանեց. Я очень извиняюсь, с каких это пор армянский уголовный кодекс Կներեք, բայց ինչու պետք է ես քննարկեմ, թե ինչպես է Հայաստանի քրեական օրենսգիրքը կիրառվում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Դա Հայաստանի ներքին գործն է։ Նրանք, ովքեր խախտում են քրեական օրենսգիրքը, պետք է պատասխանատվություն կրեն։ Քաղաքական անվանել դրանք ես լսել եմ միայն որոշ ընդդիմադիր գործիչներից եւ հենց նոր նաեւ ձեզնից։ Իշխանության զավթման սպառնալիքներ, անկարգությունների կազմակերպում, սպանություններ, ենթադրյալ սպանություններ, ասում եմ ենթադրյալ, որպեսզի որևէ մեկի իրավունքները չխախտեմ վարչապետի, նախարարի, իմ եւ արտգործնախարարի նկատմամբ։ Երբվանից է դա քաղաքական դարձել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Որոբյովի ուղեկցությամբ այցելեց նաև անհայտ զինվորի հուշարձան եւ ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։